Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, ուրախ ենք, որ այդքան հետաքրքրված սպասում եք մեր հաղորդումներին։ Այսօր էլ միասին ենք, որպեսզի շարունակենք պարապել քննական տոմսերը։ Ողջույն եկեր Արթուր։ Ողջույն Սյուզան ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ես շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Այսօր թեստը շարունակելու ենք, չէ՞։ Այո, 16-ից շարունակենք։ Շատ լավ, շարունակենք։ 11-րդ հարցից, այո։ Տալիս ենք հաջորդ եւ շարունակում ենք։ Որ դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը։ Անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելիս, դեպի կայանման վայր շարժվող անսարքություններ ունեցող մոտոցիկլով երթևեկելիս, ցանկացած դեպքում երթևեկության մեջ գտնվելիս, հիվանդ ուղևոր փոխադրելիս։ Իսկ թվում է լուսավոր ժամին ցանկացած դեպքում կարիք չկա, չէ՞։ Տես, ցանկացած դեպքում։ Հա։ Հենց ցանկացած դեպքում երթևեկության մեջ գտնվելիս, այսինքն մոտոցիկլը հենց արդեն գտնվեց շարժման մեջ, շարժումը սկսելուց առաջ պետք է մոտակա լույսը միացնի միացած երթևեկի։ Ինչու՞, որպեսզի լինի նկատելի, անվտանգության նկատառումներից ելնելով։ Դե մոտոցիկլը փոքրիկ է, հա, թույլ նկատելի է, համարվում է կա վտանգ, դրա համար պետք է միացնի միացած երթևեկի։ Հասկացա։ Նույն ինքը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը, երբ որ հոսքին հակառակ է երթևեկում իր համար առանձնացված գոտիով, նորից պիտի մոտակա լույսը միացնի միացած երթևեկի։ Եվ գիշես կար ավտոբուս, որը տեղափոխում էր երեխաների կազմակերպված խմբեր։ Ունի ճանաչման նշան, փակցվում է երկու կողմից էլ առաջամասում եւ հետնամասում։ Նորից ցանկացած դեպքում երթևեկության մեջ գտնվելիս օրվա լուսավոր ժամերին, հենց հիմա ենթադրենք ցերեկ, պետք է լույսը միացնի մոտակա, որպեսզի լինի նկատելի։ Պատճառը նույնն է, անվտանգություն։ Հասկացա։ Մյուսն ենք նայում։ Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է ճկուն կցիչով, կոշտ կցիչով, մասնակի բեղման եղանակով։ Այստեղ Քարշարկումը դա բուքսիրն է, մեկը մյուսին, որ կապում է քարշարկի։ Ուրեմն ճկունը դա պարանն է, ինչ ես կարծում, սառած ծածկույթի վրա ճկունով պարանով կարելի է, չէ, որտեղ այդ քանի որ ինքը ձգվում է եւ թուլանում, ճկվում է, այնտեղ վտանգ կա, էլի իհարկե ձգվելու թուլանալու ժամանակ հնարավոր է դիմացին արգելակի հետևինը չհասցնի կանգնի, գա իրան խփի, իրարից sense հետ առաջ ընկնեն, զախուաչ թեքվի, վտանգ կա, բայց կոշտով մասնակի բեռնման եղանակով թույլատրվում է քարշարկել մերկասառույցի պայմաններում, որտեղ իրենց միջև եղած դիստանցիան կոշտի դեպքում չի խախտվում, մնում է նույնը, իսկ կոշտը դա մետաղական է, ձող։ Պատկերացրինք, ճկունի դեպքում քարշարկումը մերկասառույցի պայմաններում արգելվում է։ Կթույլատրվում։ Իսկ մասնակի բեռնման եղանակով քարշարկումը դա տեսած կլինես, հնարավոր հանդիպացնես կիսով չափ, մասամբ։ Ոնց որ առաջամասը բարձրացնի դնի իր վրա, հետևի ակերը գցում է գետնին ու քաշ տանում է։ Դա քարշարկման մեկ այլ տարբերակ է, որին անվանում են մասնակի։ Այդտեղ էլ վտանգ չկա, էլի կարելի է քարշարկել։ Կանգառն արգելվում է, եթե հոծ գծի եւ կանգնած տրանսպորտային միջոցի միջև տարածությունը կազմում է 6 մետր, 5.5 մետր, 4, 3.5 ու 2.5։ Ինչ ես կարծում։ Արի փոքրիկ հուշում, եթե ցանկանաս։ Այո։ Մի գոտու լայնքը, ինչքան է դու գիտես։ Մի գոտու լայնքը իհարկե ստանդարտով պետք է լինի 3 մետր։ Որոշ դեպքերում աչքի եզրային նկարը ավել լինի, բայց 3 մետր է լինում։ Հիմա եթե այդտեղ կանգնած տրանսպորտային միջոց գոյություն ունի, կանգնած տրանսպորտային միջոցից մինչև հոծ գիծ եղած տարածությունը 3 մետրից պակաս չպետք է լինի։ Հա։ Հասկացա։ Եթե 3 մետրից պակաս եղավ, իր կողքով ինչ որ մեքենա տրանսպորտային միջոց չի կարող անցնել։ Այսինքն ինքը ստիպում է, որ կանոնները այդ մեքենան խախտի, հոծ գիծը հատի։ Հիմա կանգառը կարգելվի, եթե 3 մետրից կլինի պակաս։ Այդտեղ որ թիվն է 3 մետրից պակաս։ Վերջ։ Իսկ մնացած ես նայում եմ, որ դեպքում կթույլատրի, դու մի ասա հարցը արգելել է։ Արգել է։ Դե եթե ուշադիր չեղա է։ Տես, եթե մտածենք գրված այնտեղ, որ կանգառը կթույլատրվի, ուրեմն մենք կարող ենք նշել եւ 6 մետրը, եւ 5.5-ը, եւ 4-ը, եւ 3.5-ը, իհարկե այդքան պատասխան մենք չենք կարող
նշել, մենք մի հատ պետք է Այստեղ ընտրենք։ 2.5-ի դեպքում կարգել։ Իսկ մյուս թվերը եթե ուշադրություն դարձնես 3 մետրից ավել են։ Հա, իսկ ընդհանուր 3 տարածությունը մետրից պակասը ստեղ 2.5-ն է, 2.5-ի դեպքում կարգելվի։ Իսկ եթե լիներ ոչ թե հոծգից, այլ լիներ ընդհատված գծեր, այդ դեպքում կարելի է այդտեղ կանգար կանոն կատարել։ Դա խախտում չի համարվում։ Անցնողը կարող է հատի։ Կհատի, որտեղ հոծգիծը չի կարելի հատել, ընդհատված գծերը թույլատրվում։ Մյուսը Եթե երկաթուղային գծանցով երթևեկությունը արգելված է եւ բացակայում է լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշումն ու ուղեփակոցը, ապա վարորդը պետք է կանգնի մոտակա ռելսից ոչ պակաս քան 5 մետր հեռավորության վրա, մոտակա ռելսից ոչ պակաս քան 7 մետր հեռավորության վրա, մոտակա ռելսից ոչ պակաս քան 10 մետր հեռավորության վրա։ Ահա։ Սա պետքա փորձես հիշել։ Ընդհանրապես եթե կա գոյություն ունի ուղեփակոցը շլագբանն է բացվում փակվում, ուղեփակոցից մոտավոր 5 մետր պետքա հեռու կանգնել։ Բայց եթե ոչինչ չկա, ամեն ինչը բացակայում, դες գրված է բացակայում է լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշում, ուղեփակոց, ոչինչ չկա, բայց կա մոտեցող գնացք։ Դու պարտավոր ես նրան զիջելու, ուրեմն մոտակա ռելսից ոչ պակաս քան 10 մետր պետքա հեռու կանգնել։ Դա անվտանգության նկատառումից իհարկե ելնելով, որպեսզի գնացքը գա անցնի, ինչ որ մի իր առարկա քար, փայտ, մի բան չփոկվի, չթռնի, չգա, չկպնի, մեքենան չվնասի։ Մի փոքր պետքա հետ կանգնես, այդ մի փոքրը դա 10 մետր։ Հասկացա։ Մյուսը։ Ինչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը երկաթուղային գծանցներից։ 15 մետր, 50 մետր, 100 մետր, 150 մետր։ Սա էլ պիտի փորձես հիշել։ 100 մետր։ Չէ, 100 մետրը ակին շատ է։ Տես, արգելվում է կայանում կատարել երկաթուղային գծանցումը դա անմիջապես գծերի վրան է իհարկե։ Եվ դրան 50 մետր մոտ։ 50 մետր մոտ ասելով եւ առաջ եւ հետ ասելով հետո երկու կողմից էլ ամեն կողմից 50-ական մետր։ Բայց այդ 50 մետր ասածը 50 մետրը չի ներառվում է թույլատրելիների մեջ։ Այսինքն 15 մետրին կարգել։ Ապրես, մինչև 49 մետր Կարգելի։ ինչ թվի կհանդիպես, կարգելվի, իսկ 50-ից սկսած կթույլատրվի։ Հենց 50-ն էլ թույլատրվում։ 50-ը թույլատրելի է, կոպիտ ասած 49-ը չի թույլատրվի։ 50-ից սկսած թույլատրվում է։ Իսկ մինչև 50-ը մենք ունենք ստեղ մի հատ թիվ, որը 15-ն է։ Այդ դեպքում կանել 15 մետրի վրա կանել չի թույլատրվում, արգելվում։ Կայանում շատ կարևոր է, պետք է ուշադիր կարդանք, որտեղ մեզ նույն հարցից հանդիպելու է, ոչ թե գրված կայանում, այլ կանգար։ Իսկ կանգար արգելումը անմիջապես գծանցում, գծերի վրա կանգար կատարել չի կարելի։ Հա, մնացած դեպքում կարելի։ Կարելի է, այո։ Երթևեկության առավելություն ունի։ Կապույտ ավտոմոբիլը, քանի որ կարմիրը փոխում է երթևեկության ուղղությունը դեպի ձախ, կարմիր ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է աջ կողմում, կապույտ ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է ձախ կողմում։ Ահա։ Ինչ հասկացանք թե հարցից, թե պատասխաններից, փորձի թեկուզ քո բառերով։ Ինձ թվում է, այս գետնին նշաններից, սլակներից պետքա հասկանանք, այստեղ այս կապույտ ավտոմոբիլի գոտին ցույց է տալիս ձախ, հա, միայն ձախ պետքա թեքվի, այսինքն ինքը աջ ինքը ուզում է տեղափոխվի հարևան գոտի։ Հա, չի թեքվում աջ։ Չի ուզում գնա այդ նշված գոտի։ Ինքը ուզում է տեղափոխվի հարևան գոտի, նա էլ հակառակը փորձում է տեղափոխվել իր կողմից, այո, նա աջ, նա ձախ։ Մեկը մյուսի գոտի է, կոպիտ ասած ուզում մուտք գործել։ Տեղերով ուզում են փոխվել։ Միաժամանակյա վերադասավորություն է սա կոչվում։ Երկուսն էլ միաժամանակ փորձում են նույն գործողությունը կատարել։ Այդ դեպքում մի րոպե։ Իրանց մեջ պայմանները հավասարվում են։ Հա։ Ահա։ Բայց ես հիշում եմ, որ ոնց ես մտածում, ասա։
Չեմ հիշում դուք եք ասել թե մի տեղ ասա, ես ոնց- լսել, ոնց- բայց ոնց գիտես։ եթե չեմ սխալվում, աջ թե ձախ գոտին էր, որ համարվում էր առաջնային գոտի, թե հաջորդ գոտին ձախ կամ աջ գոտին, այդտեղ հստակ չեմ հիշում։ Ահա։ Տեղափոխվել այն դեպքում, երբ որ զբաղված կլինի դա, թե մի քանի ավտոմոբիլներ կլիներ, միայն այդ դեպքում էին տեղափոխվում, թե ինչ, թե սա այդ вообще կապ չուներ, բայց այդպես մի բան եմ հիշում։ Ուզում եմ հիշեմ, այս ամեն ինչի հետ կապ ուներ, Չէ, սա սրա հետ կապ չունի, քո ասածը մի փոքր ինձ համար էլ անհասկանալի էր, ինչ որ մի բան մեկ ուրիշ բանի հետ երևի շփոթում ես։ Ես հիշում եմ, որ ինչ որ մի Կամ- գոտի կամ ձախ կամ աչը համարվում էր գլխավոր առաջնային գոտի, Չէ, նման բան գոյություն չունի։ չէ՞։ Չէ, այդպիսի բան չկա, դա մոռանում ես։ Ուղղակի սենց մի բան կա, հիշիր, գոտիների քանակը կարևոր չի, աջ շրջադարձ կատարում ենք աջ եզրային գոտուց, ձախ շրջադարձ կատարում ենք ձախ եզրայինից։ Ուղղակի աջ շրջադարձ կատարելիս պետք է մուտք գործել պարտադիր աջ եզրային գոտին, եթե իհարկե կլինի ազատ։ Իսկ ձախ շրջադարձի դեպքում ցանկացած գոտի, որը կցանկանաս, դա կարող ես մուտք գործել։ Բայց այստեղ աջ ու ձախ շրջադարձը կապ չունի, տեղերով ուզում են փոխվել։ Միաժամանակ ուզում են վերադասել, ոնց որ դու քո գոտուց ուզենաս դուրս գաս, տեղափոխվես հարևան գոտի։ Հարևանն էլ ուզում է մուտք գործի քո գոտի։ Բայց եթե հավասարազոր պայմանները, ստեղ մեզ պարտադրում անդրել կամ կապույտը, կամ կարմիրը, կամ կապույտը։ Երեք տարբերակներ կարդացի, դեռ չի ասում հավասարազոր են պայմանները։ Դե միաժամանակյա, տես առավելություն ունի ով։ Կապույտը, քանի որ փոխում է ուղղությունը դեպի ձախ, կարմիրը ունի առավելություն, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնում է աջ կողմում, սա քեզ հուշում է ինչ-որ բան, թե կապույտը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնում է ձախ կողմում։ Բայց այդ եմ ասում, աչն ու ձախն ինչ։ Աչից հարվածով աստեղ ստանալու։ Հա, էլի այդ նույն սկզբունքն է, Այո, ուրեմն կարմիրը առավելություն ունի։ Ապրես։ Այս դեպքում։ Քանի որ դες գրված է կարմիրն ունի առավելություն, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնում է աջ կողմում։ Այս դեպքում Այսինքն եթե կապույտն կապույտը ստանալու աչից հարվածն է պիտի զիջի։ հասկացա։ Իսկ եթե այս մեքենայից որևիցե մեկը չտեղափոխվեր հարևան գոտի, այլ շարունակեր իր գոտիով, ինքը կունենար առավելություն։ Վերադասավորվողն է զիջողը, չվերադասավորվողը կունենա առավելություն։ Այստեղ երկուսն էլ վերադասավորվում են, աչից հարվածն են կիրառել։ Հասկացա։ Լավ, մյուսը։ Պարտավոր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերում ճանապարհը զիջել կահավորված եւ նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։ Բնակավայրում Մեր Երևան քաղաքը ինքը ամբողջությամբ բնակավայր է։ Ամբողջությամբ։ Հենց մուտք ես գործում Երևան մեծ վահանակի վրա գրված է Երևան, չէ՞։ Մինչև դուրս գալը։ Այս դուրս ես գալիս նույն Երևանն է գրված, իր վրա կիծարված, որ ավարտվեց դուրս եկար բնակավայրից։ Մեր ամբողջ Երևան քաղաքում, որտեղ կտեսնես կանգառի կետ, կահավորված ճանապարհային նշանով, ու կտեսնես կանգառի կետից շարժումը սկսում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը ավտոբուս, տրոլեյբուս։ Պետքա զիջենք։ Լավ, ուրեմն բնակավայրերում պարտավոր ենք զիջելու կանգառի կետից շարժ։ Բնակավայրից դուրս չենք զիջում։ Ինչու՞։ Բնակավայրից դուրս տրանսպորտային միջոցների արագությունը բարձր է։ Բարձր արագության դեպքում կդժվարանանք նրան զիջել։ Դա է պատճառը, որ պետք է զիջենք բնակավայրում, որտեղ արագությունը ցածր է։ Այսինքն նույն վահանակը, եթե կլինի ոչ թե սպիտակ գույնով նշված, այլ կապույտ գույնով, իր հիմնագույնը կլինի կապույտ, դա կհամարվի բնակավայրից դուրս։ Այդ դեպքում չենք զիջի, իսկ եթե վահանակը հիմնագույնը իր սպիտակ է, ֆոնը կոպիտ ասած սպիտակ գույնի է, դա համարվում է բնակավայր, այդ հատվածում նրան պետք է մենք զիջենք։ Քաղաքի մեջ, քաղաքից դուրս։ Ու քաղաք ասելով բնակավայր, մենք ենք ասում քաղաք, կարող է մարզ լինի, գյուղ լինի, քաղաք լինի, էական չի, որտեղից որ բնակավայրը սկսվում է մինչև իր ավարտը։ Կանգառի կետից շարժումը սկսող ընդհանուր օգտագործմանը պիտի զիջենք։ Ինչ է տեղեկացնում լուսացույցի ազդանշանը։ Ահա։ Լուսացույցն անսարք է։ Խաչմերուկն անցնելիս վարորդները պետք է ղեկավարվեն ճանապարհային նշանի պահանջներով։ Վարորդները պետք է սպասեն լուսացույցի թույլատվող ազդանշանին։
Այո։ Եթե դեղին եւ կարմիր գույները իրար հետ զուգակցում են, այսինքն իրար հետ միացնում են։ Հաճախ տեսել եմ տեսածներ անսարք դժվար թե լինեն։ Չէ։ Դրանից մի բան պետք է վարորդները հասկանան, որ շուտով լուսացի ազդանշանը փոխվելու է կանաչին, բայց գիտես չէ, որ տեղից շարժվելու իրավունք չունենք այս դեպքում։ Եթե տեղից շարժվի կարմիր մեքենան եւ կանք ստոպ հաստգիծը հատի մուտք գործի խաչմերուկի տարածք սահմաններ, դա համարվում է խախտում։ Մինչև աչքով չտեսնի կանաչը, տեղից շարժվելու իրավունք չի ունենում։ Մյուս հարցը։ Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդին առաջ անցնել ավտոբուսից, երբ դարձափոխային լուսացույցն անջատված է։ Ահա։ Կհիշես, թե որն է դարձափոխային լուսացույցը։ Նախ ինքը կարգավորվում է լուսացույցերի օգնությամբ։ Հա։ Գետնի վրա էլ գծանշման այսպես տեսք է ունենում կրկնակի հոծ գծերի ընդհատված տարբերակն է։ Հա, դա համարվում է դարձափոխային գոտու սահմաններ ցույց տվող գծանշում։ Մենք իրավունք ունենք մուտք գործելու եւ այդ գոտիով երթևեկելու ընդհանրապես մեկ դեպքում, երբ որ լուսացի ազդանշանը կլինի թույլատրելի, այսինքն կանաչ։ Ուրիշ ոչ մի դեպքում այդ գոտի մտնելու իրավունք։ Հա, ուրեմն կարգելվի։ Հիմա կարգելվի, քանի որ լուսացույցը անջատված է։ Կարա լինի անջատված, հնարավոր է լինի նաեւ կարմիր, խաչոպաճի տեսքով։ Դա նշանակում է մուտք գործելու իրավունք չունենք։ Հասկացա։ Ու վերջի հարցը բժշկական օգնությանը վերաբերող առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է, արյունը շիթով բխում է վերքից, արյունը մուգ կարմիր գույնի է, արյունը միալար հոսում է վերքից։ Առավել վտանգավոր, որը կհամարվի այս թվարկվածներից։ Շիթով բխում է Այո, վերքից։ շիթով է բխում վերքից, հասկանում եք, չէ՞, արդեն դա նշանակում է զարկերակա վնասվել։ Այնտեղ րոպեի հարցա հնարավոր է, որ մարդու միջի ողջ եղած արյունը շատ արագ դատարկի։ Սա է առավել վտանգավորը։ Շնորհակալ եմ շատացի համար։ Մյուս դասին արդեն նոր թեստ կանցնենք, հուսամ մեր հեռուստադիտողների համար էլ ամեն ինչ շատ պարզ էր, որովհետև ես ինքս էլ բավականին այսպես հագեցած դասեր եմ ունենում, շատ ինֆորմացիա եմ ստանում, շնորհակալ եմ շատ, կհանդիպենք արդեն մյուս դասին։ Շատ լավ Սյուզան։ Ստեսություն։ Հաջողություն։ Հուսով ենք այսօրվա հաղորդումը ձեզ մեկ քայլով էլ մոտեցրեց վարորդական քննությանը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։ Չմոռանաք բաժանորդագրվել մեզ, որպեսզի բաց չթողնեք հետագա հաղորդումները։